Ունեք անհանգստություն մարսողական տրակտում, ցավեր որովայնում, վքնածություն, գազեր, գղտոցներ, տհաճ հոտ, այրոց, եւ այս ամենը չեք հասկանում ինչպես վերացնել, միայն դեղահաբերը քիչ են։ Նայում եք մինչև վերջ եւ տալիս եմ հատուկ վարժություն, ինչպես կարգավորել մարսողական տրակտի աշխատանք։ Բայց շատերից մոտ նստակյաց վիճակը բերում է լեղու հոսքի կանգի, եւ միայն դեղահաբերը բնականաբար չեն կարող այս դեպքում օգնել, կամ թուլանում են մկանային պատերը ստամոքսում, վատանում է արյան շրջանառությունը, այնտեղ սկսում են բազմանալ բարբեր լեղման բակտերիաներ ու մանրէներ։ Եվ ընդհանրապես թթվածնի եւ լեղու հոսքը ճիշտ ապահովելով դուք կարող եք ազատվել զգալիորեն այս խնդիրներից։ Իհարկե մասնագիտական խորհրդատվությունը խիստ կարևոր է, բայց այս վարժությունը կատարեք որպես առաջին օգնություն։ Արտաշնչում ենք։ Ստոցանին սկսում է մերսել որովայնի հատվածը, քթով շնչում եք։ Արտաշնչում եք։ Ու փորձում եք շունչը պահած վիճակում, սեղմեք նաև քիթը, տանել, բերել որովայնի պատը, բայց չշնչել։ 5-8 վայրկյան, վերջում քթով շունչ եւ քթով արտաշունչ։ Այս վարժությունը կատարում ենք պարտադիր ուտելուց առաջ 3-ից 5 անգամ, 1 բաժակ ջուր խմած վիճակում։ Հաջորդ վարժությունը՝ մի ձեռքը դնում եք ծոծրակին, մյուսը դնում եք կողքին եւ թեքվում եք հակառակ կողմ 5-7 անգամ։ Հետ եք վերադառնում, նույնը կրկնում եք հաջորդ կողմի համար։ Մի ձեռքը ծոծրակին, արմունկով կարծես ձգտում եք դեպի առաստաղ, հետ եք գալիս։ Միաժամանակ նայեք հայացքով վերև, ակտիվացնում եք թափառող նյարդը, որը պատասխանատու է լեղու հոսքի համար, ինչպես նաև աղիների ճիշտ պերիստալտիկայի։ Կատարեք այս վարժությունները, գրեք ինչ փոփոխություն ունեցաք։ Ուտելուց հետո չի կարելի կատարել շարժումներ այս տիպի։ Ուղղակի ձեռքերը բարձրացրեք վերև եւ կատարեք քթով ու որովայնով շունչ ու արտաշունչ։ Շունչ, արտաշունչ։ Շատ ավելի տեխնիկաներ եւ խորհուրդներ դուք կգտնեք մեր էջերում, բայց իհարկե կենտրոնում մասնագետի հսկողությամբ դուք կստանաք ավելի խորացված ծրագիր։ Գրեք մարսողություն բառը եւ մենք ձեզ կօգնենք հասկանալ ձեր խնդիրների պատճառները եւ տալ համապատասխան ծրագիր։